հացը, կարտոֆիլը, ձուն, մսամթերքը, մի խոսքով առաջին անհրաժեշտության սնունդը թանկացել է, ինչպես ապրի միջին խավը, որ միլիոններով պարգևավճար ստանալու հնարավորություն չունի։ Հիմա գնացեք մարդկանց հարցրեք, օրինակ մեր տատիկ պապիկներին, տնտանիքա, ստանում էին, ասենք օրինակ 60,000 դրամ թոշակ առանձին, իրար հետ 120,000 դրամ, հիմա ստանալու են 140,000 դրամ, գումարած ամեն մեկը 10,000 դրամ էլ կստանա բան, հետ վճար, հիմա օրինակ իրանք կուզեն երկուսով իրար հետ 10-10, 40,000 դրամ ավել ստանան, թե օրինակ 0,2% գնաց չլիներ։ Իսկ 140,000-ով մեկ ամիս կապրեր նախարար Պապոյանը, ծրագրողների հարցին ասում է դժվար է, բայց ավելի քիչ գումարով ավելի դժվար է ապրել։ Մյուս կողմից էկոնոմիկայի նախարարի խոսքով Իրանում պատերազմի պատճառով Հայաստանում էլի գնաճ է լինելու այն ապրանքների մասով, որոնք Իրանից են ներկրվում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։